Իրականում աբսուրդ բողոք է, որովհետև իրենք ընդամենը 6 ամսվա խնդիր են բարձրացնում, բայց օրենքը ասում է պատժաչափի մասով բողոք կարող ես ներկայացնել, եթե ակնհայտ մեղմ է պատիժը։ Այսինքն որևէ մեկը չեմ կարծում տրամաբան օրենք ասի, որ 6 ամիս այս պարագայում դա ակնհայտության խնդիր է տալիս, էլի որ այ 6 ամիս որ վերև լինի, արդարացի կլինի, բայց որ 6 ամիս ներքև է ակնհայտ անարդար է, սա աբսուրդ է։ Իրենք ինչպես միշտ ուղղակի բողոք են բերել մեխանիկական գործողությունների առումով։ Իրենք անում են մի բան, որը որ արդեն sense կարծեք թե մեխանիկական process-ով է իրենց մոտ բողոքը պարտադիր բերել է, անել են անել։ Ինչ տեղեկություններ ունեք դեռ Սրբազանը որքան կմնա առողջապահության հիմնարկում։ Այս բանը դժվար է ասել։ Վիճակը ինչպես է գնահատում։ Այս բանը եկեք մենք հիմա դրա մասին չխոսեմ, մենք բժշկական փաստաթուղթ ենք նաև ներկայացնելու դատարան, այնտեղ ըստ անհրաժեշտության թե որքանով կբացահայտենք, այնտեղ տեղի կունենա, ըստ բան առողջականի մասին չխոսեմ, քիչ հետո դրա մասին իմանալու եք, էլի։ Հայտնի է, որ Միքայել Սրբազանին հիվանդանոցում թույլ չեն տալիս հաղորդություն ստանալ, մասնակցել այդ պատերազմներին։ Այստեղ իրավական առումով ինչ որ գործողություն կա անելու եւ արել եք։ Միանշանակ իրավունքի խախտում է այստեղ, այսինքն այն ինչ որ իրենք են անում, բոլոր հնարավոր եղանակներով օրենքը խախտում են եւ դրա հետ կապված այո, որոշակի գործողություններ կա, որ կձեռնարկենք եւ ձեռնարկվում են, բայց մեր համար եկեք այս բանը դրան չբացահայտենք, բայց իրավասում արմիները երբ որ իրենք ովքեր արգելում են, իրենց վերադասների հետ կապված կոնկրետ գործողություններ կան, նաև այստեղ քննարկում ենք դատական կարգով հնարավորությունները։ Բայց մի բան ակնհայտ է, որ այստեղ այն աշճանի են հասել իրենք, որ նույնիսկ սովորական հավատքի, կրոնական ազատության իրավունքը կամ այս հաղորդություն ստանալու իրավունքն են փորձում խոչընդոտել, որը արդեն ոչ միայն իրավական չի, այլ նաև բարոյականության հետ կապված խնդիրներ առաջացնում։